կոմպետենտ պաշտոնյաներ թող լինեն, որ ժողովրդի վիճակը լավանա, սլավա Բոգու, որ ոնց որ թե երևում է շարժ եւ խաղաղությունը եւ բարեկեցությունը մարդկանց դեմքին ժպիտներ են տեսնում, դա շատ կարեւոր է։ Աստված առաջ, Աստված մեր հայ ժողովրդի հետ, թող մենք արժանի ենք խաղաղ երկրում ապրելու։ Պետությունների ճակատագիրը հաճախ որոշվում է ոչ թե բնական ռեսուրսներով, այլ մարդկանց որակներով։ Սինգապուրը գրեթե ռեսուրս չուներ, բայց կոմպետենտ կառավարման շնորհիվ դարձավ աշխարհի ամենահարուստ պետություններից մեկը։ Ֆինլանդիան կրթությունը դարձրեց ազգային անվտանգության հիմք, իսկ Հարավային Կորեան պատերազմից հետո գիտելիքի եւ կարգապահ կառավարման շնորհիվ դարձավ տնտեսական հսկա։ Աշխարհի փորձը մի բան է ապացուցում. բարեկեցիկ պետությունները կառուցում են ամենապատրաստված մարդիկ։ Կոմպետենտ առաջնորդը միայն լավ խոսելը չէ, նա պետք է ունենա գիտելիք, ռազմավարական մտածողություն, բարեվարքություն, պատասխանատվություն եւ ճգնաժամի պահին ճիշտ կողմնորոշվելու, որոշում կայացնելու կարողություն։ Պետությունը չի կառավարվում էմոցիաներով, պետությունը կառավարվում է գիտելիքով, կարգապահությամբ եւ պետական մտածողությամբ։ Եթե օդաչուն կոմպետենտ չէ, կործանվում է ինքնաթիռը։ Եթե պետության ղեկին հայտնվում են անգրագետ, կոռումպացված կամ աշխարհից կտրված մարդիկ, վտանգվում է ամբողջ ժողովրդի ապագան։ 21-րդ դարում առաջնային է աշխարհը հասկանալու, տվյալների հիման վրա որոշում կայացնելու, տեխնոլոգիաները կիրառելու եւ պետության շահը սեփական շահից վեր դասելու կարողությունը։ Եթե ուզում ենք ուժեղ Հայաստան, պետք է փոխենք չափանիշները, պետք է պահանջենք կոմպետենտություն, ձևավորենք գիտելիքի, բարեվարքության եւ պատասխանատվության նոր մշակույթ։ Ժամանակն է, որ Հայաստանը ղեկավարեն ամենապատրաստված, ամենաբարեվարք եւ ամենակոմպետենտ մարդիկ։ Միացեք այս պայքարին, հանուն հանրապետության, հանուն կոմպետենտ Հայաստանի։ Քվեարկիր համար 18։